Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Մելքոնյան, թուրք լրագրողների մեդիատուրից սկսենք, նրանք արդեն իրենց երկրում են և թուրքական մեդիայում, տեղեկատվական հարթակներում արդեն իրենց պատրաստած նյութերը բացի բուն հարցազրույցից տարածվում են, ինչ նյութեր են, ինչ շեշտադրումներով են և դրա նպատակը ի վերջո որն էր հրավիրել այդ քանակով թուրք լրագրողների և ինչպես հարցազրույցից իմացանք հերթական այդ հակահայ ու թրքահաճ թեզերը փաստացիորեն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարածեց։ Նախ սկսեմ նպատակից, եթե չեմ սխալվում, Չեռնա Միրզինը Ռուսաստանի նախկին վարչապետը մի հետաքրքիր միտք ունի, ասում է «Хотели как лучше получилось, как всегда» եւ այդ մեդիատուրը, որ իբրև թե կազմակերպված էր հայկական տեսակետները թուրքական լսարանում տարածելու համար, այսպես պատկերացում էր կամ ինչ-որ պատկեր էր փորձել ստանալ իշխանական քարոզչամեքենան, որ թուրքական լրատվամիջոցները ահա ուշով լսելու են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տեսակետները եւ տարածեն եւ այլն, այդ ամենը կարելի է ասել ըստ էության տապալվել է եւ ընդ որում ի սկզբանե էր տապալված, որովհետեւ երբ որ այդ լուրը իմացանք, որ լրագրողներ են հրավիրվել, ընդ որում պետական բյուջեի հաշվին մի քանի այսպես հանգամանքներ կան, որ պետք է անպայման շեշտել, առաջինը նախ մասնագետների մոտ մի տեսակ կանխատեսելի վախ էր, թե ինչեր է ասելու Փաշինյանը, որովհետև այդ մտքերը կապված ցեղասպանության հետ, Արցախի հետ, հայ-թուրքական հարաբերությունների հետ եւ այլն, նա արդեն բազմիցս հայտարարել էր հայկական մեդիայում, ազգային ժողովում եւ այլն, եւ ուղղակի կարելի էր կանխատեսել, որ դրանց տարբեր ինտերպրետացիաները լցվելու են թուրքական մեդիա հարթակներ։ Երկրորդը, որ նախկինում էլ թուրք լրագրողներ ուզել իրենք են ցանկություն հայտնել այցելել Հայաստան, հանդիպել Հայաստանի ղեկավարների հետ եւ նման մի քանի դեպքեր փորձեր կան, բայց այդ ժամանակ լիովին տարբեր էր, քանի որ նրանք խոսում էին հաղթած հայ ղեկավարների հետ, որոնք պատասխանները իրենց հարցերին տալիս էին շատ ավելի ամուր դիրքերի վրա կանգնած եւ շատ ավելի արժանապատիվ, որտեղ այստեղ այդ հանգամանքը կարծես ընդհանրապես չկա եւ հիմնական խնդիրը լինում էր այն, թե ինչպես անել, որ թուրքական մեդիաներում երկրի ղեկավարների խոսքը չաղավաղվի, չխեղաթյուրվի, որովհետեւ փորձեր արվում հարմարեցնել, իսկ Փաշինյանի պարագայում այդ խնդիրը չունեին, քանի որ ամեն ինչ իրենց այսպես ցանկացածի նման էր եւ գանք նաեւ այսպես արդյունքին, գիտեք, այստեղ առաջինը նաեւ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրոք իրենք չեն կարողանում կազմակերպել նաև այդ հարցը եւ ուղիղ պետք է ասել, որ իրենց մոտ այս 7-8 տարվա ընթացքում բացի ոչ կարևոր հարցերից, ասենք դպրոցների կախիչ եւ այլն նման հարցերից բոլոր լուրջ հարցերում իրենք տապալված են եւ ինչքան էլ իրենք ինքնախապեյությամբ զբաղվեն եւ ձև անեն եւ այլն տարբեր հարթակներում ելույթներ ունենան եւ այլն միևնույն է իրենք գիտեն երևի թե գիտակցում են, որ տապալված են եւ տապալված է նաեւ այս իրենց կազմակերպված մեդիատուրը, որը որևէ դրական արդյունք Հայաստանի համար չտվեց եւ գալով արդեն բուն, այսպես թուրքական նյութեր, ասեք այնքան անհետաքրքիր են, որ նույնիսկ հարկել չկար մանրամասն մոնիտորինգ անել, բայց միայն այն, որ գիտեք մեդիատուրերի ժամանակ նաև ստեղծվում են դրական փոխհարաբերություններ հրավիրող կողմի եւ հյուրընկալվող կողմի միջեւ եւ այլն, որը նաեւ հանգեցնում է ջենտլմենական որոշ ուրեմն պայմանավորվածությունների։ Այս պարագայում մենք տեսնում ենք ընդգծված արհամարանք թուրքական մեդիայում, տարբեր ադրբեջանական թեզերի, նաև այդ խայտառակ երգի տիրաժավորում, Նեոլդու Փաշինյան եւ այլն, Հայաստանի մասին ռեպորտաժներում տարատեսակ բացասական թեզեր, Երևանը նախկին ադրբեջանական քաղաք է, մզկիթներ եւ այլն, եւ կարելի ուղղակի հարցնել, թե ինչի էին արել այս ամեն ինչը եւ ինչ արդյունք ստացան։ Լավ, մենք չենք տեսնում այդ արդյունքը, քննադատաբար ենք մոտենում այդ արդյունքին, բայց ձեր շուրջ բոլորը ծվարած
այսպես փորձագետ կոչվածները կամ իրենց մասնագետ հորժորջողները ձեզ ինչ էին խորհուրդ տվել, որ ինչի եք հասնելու, որ բերեք եւ հասել եք արդյոք դրան, թե չէ, այս մեդիատուրի արդյունքում։ Պարոն Մելքոնյան, ասում են 50-ից ավելի հրապարակում է եղել եւ այլն, լուսաբանում է եղել, թուրք հասարակությունը ծանոթացել է մեր թեզերին, բայց ձեր բազվում է ծաղրվել է Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ։ Ձեր թեզերը պարտության եւ ձեր թեզերը մեր ազգային տարբեր կարմիր պետական գծերից նահանջի մասին է եւ անկեղծ ասած թշնամական թուրքական մեդիայում ես կուզենայի տեսնել լավ տեսակետներ, բայց այսինքն գոնե բալանսավորված տեսակետներ, այս իբրև թե հաշտեցման գործընթացի իրենց ասած խաղաղության նորակարգի չկար նույնիսկ բալանսավորված մոտեցում։ Եթե այստեղ ասենք շրջանառվում է այնտեղ որ հայոց ցեղասպանությունը այլևս արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Համեմատում ենք նախկինում թուրքական մեդիայի հարցազրույցները, ես լավ հիշում եմ օրինակ թուրք ամենահայտնի լրագրողներից մեկի Մեհմեդ Ալի Բիրանդի հարցազրույցի երկրորդ նախագահի հետ, թե այդ փորձառու լրագրողը ինչպես էր փորձում գտնել ինչ-որ ուղիներ եւ ինչ պատասխաններ էր ստանում եւ ինչպես էր դա դրսեւորում թուրքական մեդիայում։ Սա մի երկիր է, որը կազմակերպել է մեդիատուր քրիստոնեության 1700-ամյակի հետ կապված եւ ամբողջ մամուլը աշխարհի ինչ լուսաբանում է ստացել, ցեղասպանության 100-ամյակի հետ կապված եւ այլն։ Եվ հիմա սա համարել մեդիատուր, որը ցույց է տալիս Հայաստանի պարտության քրոնոլոգիան եւ տեսեք նաեւ այդ որ ասում են մեր տեսակետները տարածվում են, բացի ցեղասպանությունը, որ դուրս է գալիս ուրեմն առաջնահերթությունից, այդ իբրև թե մանևրելը թե դիվանագիտական, գիտեք, մեր ասացվածքները նույնն են, նման են եւ այլն, դրանք ունեցել են զրոյական արժեք։ Չգիտեմ իրենց շուրջ բոլորած այդ փորձագետները եւ իրենց գովերքող մասնագետ կոչվածները ինչ են ասում, բայց այդ ամեն ինչը զրոյական արդյունք է ունեցել, ինչ է նշանակում մեր ասացվածքներն եւ տրամաբանականը, որ իմ ու Էրդողանի նկարն է, թե նյութը շատ լայքեր են հավաքել եւ այլն, գիտեք, դա ուղղակի լուրջ չէ եւ ես ուղղակի մանրամասնությունների մեջ չմտնելով, որովհետեւ իրենց մեդիա ծառայությունները կվերլուծեն եւ եթե համարձակություն ունենան կներկայացնեն իրական պատկերը, ես ուղղակի ասեմ, որ սա տապալված մեդիատուր էր Հայաստանի համար եւ Թուրքիան, թուրքական լրատվամիջոցները Հայաստանի հարկատուների հաշվին, Հայաստանի հրավերով ու ծախսերով կարողացան հերթական անգամ իրենց մամուլում ապահովել Հայաստանի մասին բացասական այն, որ Հայաստանը իր պետական ինքնասիրությունը կորցրել է եւ այդ կերպարին են իրենք փորձում Հայաստանը հարմարեցնել, այդ կերպարի համար ինչ որ բաներ ստացան։ Թե իրենք ուզում են տեսնել դրականը, շատ լավ, թող տեսնեն ու թող դա ծիրաժավորեն, բայց ես չեմ տեսել դրականը, մանավանդ իրենց լրատվամիջոցներով էլ չգիտեմ թե ինչ դրականն են փորձել ու ներկայացնել, բայց ես որպես մասնագետ ասում եմ տղաներ, ձեր մոտ չի ստացվում, սա տապալում է եւ ընդհանրապես որևէ լուրջ բան այս 7 տարվա մեջ ձեզ մոտ չի ստացվում։ Դուք պետք է խոստովանեք ինքներդ ձեզ, որ սա ձերը չի, սա ձեր գործը չի, պետություն կառավարելը ձեր գործը չի։ Պարոն Մելքոնյան, այդ մեդիատուրը համընկավ հայ-ադրբեջանական այսպես կոչված բանակցային, եթե անվանենք, մի ռաունդի հանգուցալուծման մասին հայտարարությունների հետ, արդյոք սա պատահական էր հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը արդեն տևական ժամանակ է Ալիևի հետ հարաբերություններում իր համար այսպես ինչպես ասում են հովանոց փորձում է գտնել Էրդողանին կամ ստանալ այդ դերակատարությունը, հա, եւ հասկանում ենք, որ սա իրատեսական չի, բայց Ռուսաստանը Թուրքիայով փոխարինելու process է գնում եւ այն մեծ պապայի դերը հիմա կարծես իշխանությունը փորձում է հանձնարարել Էրդողանին, ստացվում է թե ոչ, դա դուք ասեք։ Տեսեք, ձեր ասածը 3 մասի փորձեմ բաժանել, նախ վերջից սկսեմ, հա, մեծ պապայի եւ այլն։ Տեսեք, այս իշխանությունները անդադ շեշտում են ինքնիշխանություն, որևէ մեկից կախում պետք չի եւ այլն, եթե այդ ինքնիշխանության ճանապարհը Ռուսաստանից կամ որևէ այլ պետությունից կախումը Թուրքիայով փոխելն է, ապա դա ինքնիշխանություն
բացարձակ չէ անգամ իրենց ինտերպրետացիա։ Հիմա ասում են անկախությունը շատ մեկից կախումը շատերից կախումով փոխելն է, բայց այդ շատերից կախումով փոխելու ընթացքում դու կարող ես բազմաթիվ անգամներ սայթաքես, որովհետև այդ շատերը իրար հետ ունեն շատ հակադիր ուրեմն շահեր եւ պահանջներ։ Երկրորդը, տեսեք, ուղղակի կարելի է ժպիտով կամ այսպես տարակուսանքով նայել իրենց փորձերին, որ իբրև թե իրենք անում են այսպես բազմավեկտոր բարդ, ասիմետրիկ դիվանագիտական քայլեր, տեսեք մեդիա տուր են կազմակերպում, թուրք լրագրողներին են կանչում, այդ ժամանակ հայ-ադրբեջանական այդ խաղաղության կոչված փաստաթուղթն են իբր հայտարարում, որ ավարտվել է, մյուս կողմից անոնս են անում, որ շուտով լավ բաներ է լինելու, հետո տարբեր երկրների ողջույններն են ապահովում։ Այո, ապահովում, որ ասում են, սա ողջունեց, այս պետությունը ողջունեց այդ պայմանագրի ավարտը եւ այլն, բայց մեկ էլ տեսնում ենք, որ ամեն ինչը զուր է, իրենք երևում է, որ հայտնվել են փակ ուղում, դրա համար եմ ասում, որ իրենք պետք է խոստանան, որ չի ստացվում, այս ընթացքում ժանգլորություն են արել անդադ, ինչ որ բաներ են փոխել, մի խոստումը փոխել են, ժամանակ են ձգել, որ ավելի երկար վայելեն իշխանությունը, բայց հիմա արդեն շատ փակ ուղային իրավիճակում են հայտնվել, դեռ ցայտուն երևում է, որովհետև այդ ամբողջը, այդ ողջույնները, այդ իրենց բարդ սխեման, որ մշակել են երևի դիվանագիտական տիտանները, ճակերտավոր, հա, վերես նրան no comment, ուրեմն բերեց նրան, որ ուսանողներ տարբեր ֆակուլտետներում կան, կարելի է մյուսներին էլ մեղադրել ավելի մեծ, այսպես պատասխանատվություն ունեցել, բայց անցնենք առաջ, ճակերտավոր կարգառուններից։ Այլ տեղերից էլ կան, բայց ի վերջո հանգեցնեցնեմ, որ Բաքուն սկսեց նոր պահանջներ դնել եւ այդ պահանջները գնալով ավելի բազմապատկված։ Այս տաղավարում մենք խոսել ենք իրար հետ, որ Ադրբեջանի պահանջները, այսպես ասած, սահման չունեն, կարող են հասնել մինչև Երևանի թաղամասերի անվանափոխումը, պահանջեն, որ անվանափոխեն այս թաղամասերը եւ այլն։ Հիմա տեսեք, ասում են, մենք պատրաստ ենք, վերջապես համաձայնվեցինք, հայցերը հետ են կանչում, սահմանի երրորդ երկրների որևէ ներկայություն չի լինում, բայց մեկ էլ ասում են մյուս պահանջը, Մինսկի խումբը լուծարել, այն մյուս պահանջը, ուրեմն սահմանադրությունը փոխեք, դրանից հետո մյուս պահանջը ադրբեջանցիներին վերադարձեք, հետո էլի պահանջ, եւ երրորդը ձեր ասացի, այդ իրենց բարդ մեխանիզմը, գիտեք, որ մենք կարող ենք այնպես անել, որ Թուրքիային ու Ադրբեջանին իրարից առանձնացնենք, այսպես անջրպետ մտցնենք Թուրքիայի Ադրբեջանի միջև, երբեմն կարծիքներ են հնչում, որ Թուրքիան չի սատարի Ադրբեջան եւ այլն։ Դա գիտեք абսուրդ, այսինքն դա իմ մասնագիտական ինտելեկտը վիրավորում է, որովհետեւ լսել նման абսուրդ, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին չսատարել, երբ 90-ականների սկզբից դեռ ավելի թույլ Թուրքիան ամեն կերպ սատարել է Ադրբեջանին, դա ուղղակի լուրջ չէ, նույնիսկ քննարկման առարկա չէ, եւ եթե ձեր ասած տերմինոլոգիայով մեծ պապա, փոքր պապա եւ այլն, այդ պապան ունի հարազատ արդեն զավակ իդեմս Ադրբեջանի եւ դու այսպես այդ հարաբերություններում չես տեղավորվում եւ տեսանք, որ պատասխանը եկավ նաեւ Թուրքիայից, որ Էրդողանի տեղակալը կուսակցական գծով իշխող կուսակցության փոխնախագահ բարձրաձայնեց Ադրբեջանի պահանջները եւ հիմա ձեր դիվանագիտական ֆիասկոն, որ իբրև թե դուք հասել եք ինչ-որ մի բանի, ապացուցում է, որ ոչ այդ ձեր զիջումների գնով այդ փաստաթուղթն եք կարողանում ստիպել, որ Ադրբեջանը ստորագրի, ոչ այլ մեթոդներով եք կարողանում հասնել, որ Ադրբեջանը թողնի այդ պահանջները, այդ իր հռետորաբանությունը, ամեն ինչ տվել է։ Բառացիորեն, պարոն Մելքոնյան, այսօր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հաջիզադեն էլի կրկնել էր այդ պահանջները Մինսկի խումբը լուծարելու եւ նախապայման ուղղակի նշել սահմանադրության փոփոխությունը ու էլի մեջբերեմ Նիկոլ Փաշինյանի արտարդատության նախարարին, նա էլ ասել էր նույն օրը այսօր, որ այդ սահմանադրությունը չպետք է հակասի խաղաղության պայմանագրին ու խաղաղության կառուցմանը, իսկ ըստ Փաշինյանի էլ դա պիտի ունենա տարածաշրջանային նշանակություն։ Այս ամեն ինչը, այս բառերը եթե հանենք, ինչ է մնում տակ։ Գիտեք, այդ բառերը ինձ այնքան վաղուց արդեն չի հետաքրքրում, որովհետև այս իշխանության ոճը ամբողջ այդ անձնակազմի, հա, եւ նրանց սպասարկող, չգիտեմ, լինեն դրանք դիվանագետներ, իրավաբաններ, թե եւ այլն,
եւ կապ չունի թե որ ֆակուլտետն են ավարտել, որովհետեւ հայրենիքի շահից բարձր ոչ մի բան չկա, ուրեմն ինչ է, ամեն ինչ զիջելու քաղաքականություն է եւ դատարկ գրպաններով բանակցությունների գնալ։ Ախր չեն հասկանում, որ դատարկ գրպանով բանակցությունների քեզ նույնիսկ սեղանի շուրջ չեն թողնելու, որտեղ դու հետարքիր չես, դու ոչինչ չունես առաջարկել։ Հիմա նայեք, այդ բառերը ձևակերպումները որ հանենք ինքնիշխանություն, չգիտեմ ինչ եւ այլն, ապա ինչ է այս իշխանությունը նաեւ դրել շրջանառության մեջ։ Սահմանադրության փոփոխություն, որը բացահայտ, սիրելի ժողովուրդ, թուրք-ադրբեջանական պահանջ է։ Դա մենք չենք պահանջում, դա ժողովուրդը չի պահանջում, որ փոխեք սահմանադրությունը։ Դա պահանջում է թուրք պաշտոնյաները, Թուրքիայի իշխող կուսակցությունը, պահանջում է Էրդողանը, պահանջում է Իլհամ Ալիևը, Հաջիզադեն, Հիկմետ Հաջիևը եւ Օմեր Չելիքը եւ այլ այսպես անուններ կարող եմ տալ, բայց դրանց մեջ Յան ազգանունով մարդ չկա, որ դա պահանջում է։ Յան ազգանունով մարդիկ կան, որոնք անում են, պահանջողները չեն, կատարողներն են դրանք եւ սահմանադրությունը, սիրելի ժողովուրդ, ես իրավաբան չեմ, բայց սպասարկում է տվյալ երկրի իրավական, պետական եւ այլ համակարգը։ Դա գերագույն մեր փաստաթուղթը ինչ կապ ունի տարածաշրջանի հետ։ Ինչ, այսինքն հիմա Թուրքիայի սահմանադրությունը ունի տարածաշրջանային նշանակություն կամ Ռուսաստանի սահմանադրությունը։ Նշանակում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահին ցանկություններին համապատասխան փաստաթուղթ։ Միանշանակ։ Դա ձեր ասած բառերից եթե հանում ենք, ինչ է սահմանադրության այդ փոփոխության պահանջը կատարել։ Մյուսը ԵԱԿ Մինսկի խմբի չգոյության մասին այս իշխանությունը քանի անգամ է հայտարարել։ Եվ հիմա այդ պատրաստում են, վերջում ասել են դե դա արդեն մեռած կառույց էր, սա էլ անենք հանուն մեր ինքնիշխանության, բայց իրենք պետք է իրենց հաշվետվություն տան, որ իրենց որևէ զիջում էֆեկտ չի տալիս։ Դրա համար եմ ասում, իրենց մոտ տղաներ, ձեր մոտ չի ստացվում պետությունը ղեկավարել։ Ձեր մոտ ստացվում է ուրիշ բաներ, ինքնախապեյություն, ձև, պատրանք, պաթոս, ինքնիշխանության պաթոս։ Հիմա դուք ինչ արել եք այդ իմաստով, որևէ արտաքին քաղաքական ձեռքբերում այս ընթացքում դուք չեք կարող մեր տարածաշրջանի հետ կապված ասել, մենակ այնտեղ ինչ որ այլ ոչ էֆեկտիվ փաստաթղթերի մասին շատակում չանեն, այլ հիմա այդքան զիջել եք, լավ, մի դրական քայլ Ադրբեջանից ստացել եք, ջերմուկից մի մետր հետ գնացել է ադրբեջանական զորքը, ի նշան ձեր այս քայլերի, ի պատասխան ձեր այս քայլերի, հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը կիլոմետրերով, դուք նշել եք մետրերով, իրենք ճանաչել են, թիվ ասել են, ոչ, իրենց ռազմական ատելության հռետորաբանությունը անջատել են, ոչ, բայց դուք ինչի եք հասել, հետևաբար չեք ուզում պոկվել աթոռներից, խոստովանելով, որ չի ստացվում, շարունակում եք փորձել, ինչ-որ դիվանագիտական բարդ լաբիրինթոսային ինչ-որ ծրագրեր եք մշակում, մեդիա տուրերով եւ այլն, ու տապալվում եք հենց ի սկզբանե։ Պարոն Մելքոնյան, եւ մեծ առումով մեծ մերձավոր արևելքում այսօր տեղաշարժեր են եւ Թրամփի երթմնակալությունից իշխանությունը ստանձնելուց հետո էլ մենք դա տեսնում ենք, ինչ process-ներ են հիմա ընթանում կապված եւ Եմենի հետ եւ զարգացումները առհասարակ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում, էներգետիկ գործարքի մասին տեղեկություն ստացանք, Իրանի շուրջ process կա, բանակցային կլինի թե այլ ըստ էության Թրամփը երկուսն էլ չի բացառել, այս ամենը ինչպես է ազդելու մեզ վրա եւ ինչ կոնյունկտուրա է հաստատվելու։ Տեսեք, մենք բազմիցս արևելագետներով, իրական արևելագետներով, ոչ թե դրա դիպլոմ ունեցողներով հայտարարել ենք, հենվելով փաստերի վրա, որ արևելքում կամ ձեր նշած մեծ մերձավոր արևելքում երբեք խաղաղություն չի լինում, լինում են պերմանենտ պատերազմներ, պայքարներ եւ այլն, եւ հետեւաբար ակնկալել, որ արևելքում կարող է լինել խաղաղություն, այն էլ երկարատև, դա ճիշտ չէ։ Այս իշխանության տերմիններից վերջին 2 օրվա ընթացքում եմ լսել, չեմ հիշում որ քննարկման ժամանակ, որ այս ճանապարհով ձևակերպում են, մենք գնում ենք հարատև խաղաղության, հասկանում եք, հարատև խաղաղություն բառ չի կարելի օգտագործել, որովհետև հարատև խաղաղություն նույնիսկ ԱՄՆ-ի ու Կանադայի մեջ չկա, ոնց որ հիմա իրանք էլ են սկսել իրար հետ ինչ որ գոնե լեզվակռիվ սկսել։ Հարատև խաղաղություն որտեղ կարող է լինել, որ այն էլ հարատև խաղաղություն արևելքում Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին։ Իհարկե դա աբսուրդ է։ Հիմա արևելքում հերթական
շատ կարճ պաուզայից հետո պայքարի, պատերազմի, սրացման նոր փուլ է կամ շարունակություն է, ինչ վերաբերում է Եմենին, Իրանին, ԱՄՆ-ին եւ այլն եւ այլն։ Տեսեք, պատերազմը նաեւ ընթանում է մի փոքր այլ մեթոդներով աշխարհում եւ հիմա ԱՄՆ-ի թիրախ Իրանի հանդեպ իրականացվել են ոչ միայն ուղիղ այսպես հարվածներ, այլև անուղղակի եւ հիմա դա փորձեն բացատրել, այո, Սիրիան դա իրանական, կարելի ասել, լավ, Իրանին շատ ջերմ վերաբերվող վարչակազմով պետություն էր, որը մի քանի օրվա ընթացքում վերածվեց թուրքական, Թուրքիային շատ ջերմ վերաբերվող, իսկ Թուրքիան հիշեցնեմ ՆԱՏՕ-ի անդամ է եւ ԱՄՆ դաշնակից պետության, այսինքն Սիրիայում Իրանի ազդեցությունն ու ներկայությունը կամ զրոյացավ, կամ կարելի ասել հասավ մինիմումի, եթե ինչ որ առանձին խմբերի չդիտարկենք եւ այլն եւ այլն։ Հիմա հաջորդ փուլը որն է, հաջորդ կետը որն է, Եմենը, որը էլի շիայական բնակչությամբ, մի քիչ այլ ուղղվածությամբ, բայց այնուամենայնիվ Իրանի հետ լավ հարաբերություն ունեցող, հակա-ամերիկյան նաև տրամադրություն ունեցող պետություն է։ Հիմա Եմենի հանդեպ Թրամփի հայտարարությունները ինչ են, կամ առաջարկում ընդհանրապես ինքը ինչ է, կամ առաջարկում է գործարք, չէ՞, Ուկրաինային, ասում է եկեք դիլ անենք, այո, կամ հարվածում եմ, կամ խփում եմ։ Հիմա մի կողմից Ուկրաինայի հետ տեղի ունենում այդ համագործակցության դիլի ինչ որ փուլը, Եմենում հարվածում են, ուրեմն ռազմական հարվածներ, որոնց Դոնալդ Թրամփը անձամբ ներկա է լինում, գոնե դիտում է եւ այլն եւ այլն։ Եվ սրա ուղիղ նպատակը ոչ միայն Եմենն է, բնականաբար նաեւ Իրանն է, Իրանի ազդեցություն թույլատնելն է եւ մեր գործընկերների հետ երբ որ քննարկում ենք այդ ոլորտի ավելի նեղ մասնագետների, այդտեղ կա նաեւ կարեւոր լոգիստիկ խնդիրներ կապված Կարմիր ծովի եւ այն տարածքների, որոնք վերահսկվում են Եմենի կողմից եւ այլն, այսինքն ջրային ճանապարհների, ջրային լոգիստիկայի խնդիր է, որով ԱՄՆ-ն անհանգստացած է, այսինքն լուծում է միանգամից մի քանի հարցեր։ Եվ այս կոնտեքստում բնականաբար Իսրայելի էլի նշանակությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ի համար կարևոր, էլի տեսեք ակտիվացել է Գազայում, արդեն այնտեղ մահը փաստորեն արևելքում մահը ամենասովորական բանն է, այսինքն ուղղակի վիճակագրություն է, միայն 2 օրվա ընթացքում 400-ից ավել մարդ է զոհվել եւ այլն, այսինքն էլի նոր փուլ, էսկալացիայի նոր փուլ եւ արդեն դա կարող է շատ ուղիղ վերաբերել մեր հարևան Իրանին։ Եվ հաշվի առնելով, որ Իրանի շահերի մի հատված կապված է նաեւ Հայաստանի եւ ուղիղ Զանգեզուրի միջանց քորջորջող այդ երևույթի հետ, այդ այսպես ծրագրի հետ, ապա կարող ենք ասել, որ Հայաստանը հարատև խաղաղության կամ այս արևելքում բորբոքված այս կրակից հեռու մնալու շանսեր գրեթե չունի։ Հետևաբար Հայաստանը ոչ թե պետք է ջայլամային քաղաքականությամբ ասի ես չեմ զբաղվում, չեմ տեսնում, գիտեք, որ մեր հարևանությամբ ահա այս ինչ է կատարվում, ես զբաղվում եմ, չգիտեմ, Լյուքսեմբուրգի հետ իմ հարաբերությունների խորացմամբ կամ Իռլանդիայի հետ նույնքան կարևորությամբ իմ հարաբերությունների խորացում չի լինի այդպես, դու ապրում ես այս տարածաշրջանում, սա ունի իր խաղի օրենքները եւ նախորդ տասնամյակները մեր պետության ցույց են տվել, որ երբ որ դու այդ խաղի օրենքները հասկացել ես, դու կարողացել ես եւ բանակցությունների ժամանակ արժանապատիվ դիրք զբաղեցնել, եւ գերիների փոխանակման հարցում, եւ տարատեսակ այլ հարցերում։ Այո, գործոն ես եղել քո չափով։ Այո, քո չափով, բայց դու հիմա դա չկա եւ ընտրվել է զիջելու, տրվելու քաղաքականությունը, տրվելու դիվանագիտություն։ Ամեն ինչ տալիս եմ, ամեն ինչ զիջում եմ եւ դրա դիմաց աղերսում եմ ինչ որ մի թուղթ, որը այդպես էլ չի ստանում, որը չի ստանում, բայց միևնույն ժամանակ այդ թղթով, որևէ թղթով ինչպիսի խաղաղություն կարող է հաստատվել, ախր չկա այդպիսի։ Այս օրերին նաև Ադրբեջանը տեղեկատվական ուղղակի գրոհ է սկսել, սա ինչով կարող ենք պայմանավորել, ճնշումն է Հայաստանի իշխանության նաև հասարակության վրա, էլի այդ վախի մթնոլորտի մեջ պահելն է, թե նաև ձեր նշած տարածաշրջանային իրավիճակում փորձել օգտվել, միգուցե իսկապես էսկալացիայի հնարավորությունը նաև կիրառել ու որքան եք հավանական համարում
լոկալ հատկապես լոկալ մակարդակում այդ հնարավորությունը։ Նայեք, ես փորձեմ 3 այսպես կարծիք հայտնել, առաջին Ադրբեջանի հետ, քանի որ անդադ խոսում է իբր սահմանը դադար է խախտվել եւ այլն։ Ես կարծում եմ, սա նաև պատասխանն է, այսպես Հայաստանի ուղղված, որ ահա մենք վերջացրել ենք համաձայնագիր, եկեք ստորագրենք եւ այլն, Ադրբեջանը այդպես է պատասխանում եւ հստակ ապացույցն է նրա, որ Ադրբեջանի պլանների մեջ չի մտնում Հայաստանի հետ խաղաղություն, գոնե այս պահին ու այս պայմաններում։ Երկրորդ հանգամանքը Ադրբեջանը արևելյան խաղի մասնակից է, արևելյան խաղի կանոններին տիրապետող է, այդ թվում եւ Իլհամ Ալիևը, եւ հասկանում է, որ դեռ արևելքում բաժանման process-ը չի ավարտվել եւ ինքը կարող է նոր բաներ էլ ձեռք բերել եւ իր համար կարեւոր Զանգեզուրի միջանցքի այդ գաղափարը նա չի համարում փակված, որովհետեւ եթե տարածաշրջանում կայունության այսպես փուլը կամ խաղաղության ժամանակավոր փուլը ավարտվի եւ ավելի մեծ ծավալն գրկի բոցը, ապա Զանգեզուրի միջանցքի համար Ադրբեջանի շանսերը մեծանալու են։ Եվ երրորդը ես կարծում եմ, այո, հոգեբանական ազդեցությունն է, որտեղ այսպես Հայաստանի բնակչության վրա, հասարակության վրա հոգեբանական ճնշումը իշխանությունների միջոցով նաև այդ հայտարարությունների միջոցով, որտեղ այդ հայտարարությունների արդյունքում այս իշխանությունները դա անցալելու են ու փորձել են էլ ավելի պարտվողական տրամադրություններ տարածել։ Աշխատակազմի հայտարարությունը համոզում էին, որ մենք ոչինչ չենք կարել, եկեք հետաքննենք, հերթական ապտակը ստացան։ Այո, եւ դա իրենց այդ այսպես խրոխտ վերլուծաբանների միջոցով տարածելու են նաև հասարակության մեջ, ընդ որում իրենք քննադատում են որոշ ընդդիմադիր վերլուծաբաններ, որ ինչու եք այսպես վախ տարածում, վախ սերմանում, բայց իրենք է տգիտություն են սերմանում, տգիտություն են տարածում ու ինչ եք ասում, նրանք կրթվում են, նորաձևել։ Ու սխալը անելուց հետո որ կանխատեսում են, որ սենց չլինի, բայց սենց է լինում։ Հետո էլի շարունակում են նույն դեմքով, նույն այսպես անհաղորդ դեմքով, նույն հաջորդ սխալ վերլուծություն անել, ընդ որում հարային հեռուստաընկերությամբ երբեմն տարածելով ուրեմն Հայաստանում լայն շրջանակներին եւ այո վերջին այդ դրվագը հետեւյալն է որ Ադրբեջանը մենք չմոռանանք ի վերջո որ հայատյաց պետություն է սկսած մանկապարտեզի ծրագրերից վերջացած պետության այլ փաստաթղթեր եւ բնական է որ հայկական հասարակությանը Հայաստանի հասարակությանը իր ատելությունը արտահայտելու ձևերից մեկն էլ այդ վախը ինչ որ սպառնալիքները եւ այլն եւ կարծվածի նաեւ այդ հոգեբանական կերպարը չի այո շարունակել պահել պարտված որովհետեւ տեսնում եք Ադրբեջանի հայտարարությունները նաև հնչում են, որ ռևանշիստական միտումներ կան, ես այս իշխանության մեջ ռևանշիստական միտում, նույնիսկ փշրանք չկա, բայց նրանց թիրախը հասարակությունն է, որ հասարակության մեջ կան այնուամենայնիվ օղակներ, մարդիկ, որոնք ասում են միևնույն է, չպետք է հանձնվել, չպետք է մոռանալ եւ այլն, եւ այս միջոցով նաև սա հոգեբանական գրոհ է հայկական հասարակության վրա, որը արդեն իսկ իր իշխանության կողմից, իր չէ, այս Հայաստանում իշխող իշխանության կողմից արդեն իսկ ենթարկվում այդ գրոհի, որ մի խոսեցեք, մի տերմիններ մի օգտագործեք, որ պատերազմ չէ։ Ասում են բաց տեքստով։ Եվ վերջին հարցը պարոն Մելքոնյան, Սյունիքում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կամ ավելի լայն այդ միջին միջանցքի օրակարգը Թուրքիայի ու Ադրբեջանի համար պահպանվում է, բայց ինչպիսին է մյուս մեծ խաղացողների մասով, մասնավորապես Ամերիկայում վարչակազմի փոփոխության հետ կապված, որովհետև նախկին վարչակազմը ուղղակի բաց տեքստով էր հայտարարում, Օբրայենը մի քանի անգամ հայտարարել է, թե այն ինչ նպատակ պիտի ունենա, ինչու է դա անհրաժեշտ, Թրամփի աշխատակազմի համար ինչ նշանակություն ունի այդ նախագիծը։ Տեսեք, այդ նախագիծը փաստորեն Սյունիքը աշխարհի մեծ մի քանի պետությունների օրակարգում է, մենք դա զգում ենք, չենք զգում, պատկերացնում ենք, թե չենք պատկերացնում, բայց դա այդպես է եւ Հայաստանի գլխավոր խաղակարտը շարունակում է մնալ Սյունիքը մինչ այդ Սյունիք-Արցախ, հիմա Արցախի կորուստից հետո միայն Սյունիք եւ սա մեր վերջին, այսպես թելն է,
որը կապում է մեզ ինչ որ մի հույսի հետ, ինչպես 100 տարի առաջ էլի Սյունիքն էր, այդ հույսը, որը ի վերջո վերածվեց պետության, գոնե Խորհրդային Հայաստան, հիմա էլ շարունակում է մնալ։ Տեսեք, եթե մի մեծ պետությունների դիրքորոշումը շատ կարճ ասեմ եւ փորձենք հասկանալ ով ինչ դիրքորոշում ունի արագ-արագ, Թուրքիան պարզ է, որ հիմնական շահառուն է այս ծրագրի։ Իրանը պարզ է, որ դեմ է, հայտարարելով, որ դա իր համար կարմիր գիծ է, մի քանի առումով առաջինը, որ կորցնելով Հայաստանի հետ ուղիղ սահմանը, Իրանը իր առջև տեսնել է թյուրքական մի ամբողջ շերտ, այսինքն մի քանի Թուրքիաներ, Ադրբեջան, Թուրքիա, Նախիջևան եւ այլն, թուրքական շերտ, գումարած դրան կորցնել լոգիստիկ ելքը դեպի Սև ծով եւ իր երկրի ներսում ապրող թուրքախոսների պարագայում ակտիվացում, այսինքն Իրանը հստակ դեմ է, Թուրքիան հստակ կողմ է, Ռուսաստանը կարծես չեզոք է, բայց ես կարծում եմ պետք է հասկանա, որ սա իր համար էլ է վտանգ, բայց մեր խնդիրը չէ Ռուսաստանին իր վտանգները բացատրել, բայց Ռուսաստանի այսպես եմ պատկերացնում, որ թող ով էլ ինչ անի, միևնույն է վերջում մեր սահմանապահներն են գալու այդտեղ կանգնելու։ Այո, եւ մենք ենք վերահսկելու, բայց նոյեմբերի 9-ի բոլոր պունկտերը ոչնչացված են, չկան։ Իրենց խաղապահները Արցախում չկան եւ այս պարագայում իրենք որպես Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքի երաշխավորներ հանդես գալու համար շատ թույլ դիրքեր ունեն, բայց իրենց տեսակետն այն է, որ եթե բացվի էլ իրենք վերահսկեն։ Այո։ Եվս 3 մեծ պետություններ կան սրանով շահագրգռված Չինաստանը, որի հայտնի այդ լոգիստիկ ճանապարհի ինչ որ կերպ մեկ ուղի մեկ գոտի հատվում է սրա հետ եւ ես չեմ կարծում որ Չինաստանը դեմ է Զանգեզուրի Միջանցքին միգուցե այո եւ այսինքն այստեղ կարող ենք տեսնել ուղիղ եթե ոչ ուղիղ բայց այնուամենայնիվ չինական որոշակի հետաքրքրություն Հնդկաստանը որը դեմ է այս ծրագրին իր շահերից ելնելով եւ մնում է ԱՄՆ-ն Այսեք ԱՄՆ-ի պարագայում էլ կարծում եմ մի քիչ հակասական է եւ չգիտեմ թե որ ծրագիրը ավելի դոմինանտ կլինի Թրամփի վարչակարգի համար։ Մի կողմից Իրանը իրենց թիրախն է եւ Իրանին մեկուսացնելը ԱՄՆ-ին ձեռնտու է, Թուրքիան էլ իրենց դաշնակիցն է այս պարագայում, բայց մյուս կողմից ուրեմն Թուրքիային չափից ավելի զորացնելը եւ նպաստելը մի ծրագրին, որը անուղղակի կարող է օգտակար լինի Չինաստանին, որը նույնպես ԱՄՆ-ի համար շատ բարեկամ երկիր չէ, այսպես միանշանակ չէ, հետեւաբար կարծում եմ ԱՄՆ-ի դիրքորոշումը կարելի է միգուցե մտածել փոփոխվող, նայած թե ով կազդի, ինչպես կազդի։ Դաշտ է բացվում ազգային իշխանության համար, ձեր նշած այս բոլոր գործոնները հաշվի առնելով, փորձել իրավիճակը լուծել գոնե առանց կորուստների Հայաստանի համար։ Դաշտ է բացվել, ընդհանրապես քաղաքականությունը միշտ հնարավորություն է տալիս եւ դիվանագիտությունը, հիմա դաշտ է բացվել ակտիվ քաղաքական շփումների եւ հմուտ, դաշտ է բացվել դիվանագիտության համար, քանի որ ռազմական այսպես ճանապարհը կարծես այս բանին փակված է, ասելով որ մենք նոր պատերազմի հնարավորություն չունենք, դիվանագիտության համար կարծում եմ մեծ այսպես հնարավորություններ է բացվել, որտեղ տեսնում եք մի ինչպիսի հնարավորություններ կան, բայց ձեր ասած շարունակելով դիվանագիտության այդ հարցում պետք է զբաղվեն արևելագիտության ֆակուլտետի ոչ թե անհաջող շրջանավարտները, այլ հաջող շրջանավարտները, որոնք դիվանագիտության մեջ եղել են, կան եւ կարծում եմ, եթե նրանք լինեին որոշողների մեջ, ապա արդյունքները շատ ավելի լավ եւ բանակցողի գործոնը այդ պարտվածի միանշանակ քաղաքական անոմալիա է պարտվածը բանակցություններ վարելիս չի կարող որևէ դրական եւ տեսնում ենք ինքը հիմա Փաշինյանը ինքը ապացուցում է եւ երևի ինքը իրեն էլ է ապացուցում թե անգամ բոլոր զիջումների դեպքում պարտված ղեկավարի պարագայում անգամ Արցախը զիջելուց հետո դու չես կարողանում ոչ մի բանի հասնել որովհետև չի կարող մարդը գնալ այնուամենայնիվ բնական օրինաչափությունների դեմ դու գետի ընթացքի դեմ կարող ես 5 մետր գնալ 10 մետր բայց միևնույնն է գետի
բնական ընթացքը քեզ հոսքը ուրիշ տեղ է տան։ Դա համար չես կարող, պարտված ես, պետք է հանուն պետության վաղուց դու հեռանալ, բայց լավ, դա չես ուզում, ասում ես ում պիտի տամ, ով պետք է անի եւ այլն, բայց այս ամեն ինչը պետք է ժողովրդի դա նույնիսկ այն չեզոք հատվածը կամ նույնիսկ իրենց պաշտպանողներն տեսնում են, որ իրենք չեն կարողանում։ Իրոք չի ստացվում իրենց մոտ այս ամեն ինչը։ Ես չեմ ասում, կարող է ինչ-որ ներքին այլ հարցերում չեմ, կախիճը, բանը, այս ասֆալտը, ինչ-որ բաներ միգուտ, բայց այս հարցում տղաներ դուք կապ չունեք, ոչ մի ձևով չի ստացվում։ Շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան, վերլուծության համար, հարցազրույցին սպասեք վաղը։